Գիտեք, որ տոլմայի այս տեսակը շատ է սիրել մեծանուն Արամ Խաչատրյանը, եւ հիմա մենք կպատրաստենք նրա տուն-թանգարանի բակում։ Երբ նա այցելում էր Հայաստան, հաճախ է հյուր գնում ջութակահար Գևորգ Աճեմյանի տուն։ Բարեկամական ամուր կապերից բացի շատ ախորժելի պատճառ կար։ Աճեմյանի զոքանչը շատ համեղ տոլմա էր պատրաստում։ Այդ առիթով Խաչատրյանը սիրում էր ասել. «Настолько вкусная տոլմա, что тает во рту, как трюфель»։ Քանի դեռ պատրաստվում է, ասեմ, որ հունիսը Հայաստանում խաչատրյանական ամիս է։ Հունիսի 6-ին նրա ծննդյան օրը կմեկնարկվի Խաչատրյանի անվան մրցույթը, որի բացման համերգին սիրով հրավիրում ենք բոլորին։ Ասեմ նաև, որ այս տոլման Խաչատրյանի համար նաև դեղամիջոցի պես մի բան է եղել։ Երբ 1970-ականներին Խաչատրյանը վատառողջ էր եւ Մոսկվայում պարկած էր հիվանդանոցում, մտերիմներ Երևանից ինքնաթիռով մի մեծ կասեով տոլմա էին ուղարկում Խաչատրյանին, որպեսզի նա նույն օրը ստանա եւ ճաշակի հարազատ համը։